Մենք հունիսի 7-ին ընտրում ենք բանակցող, մարդու, ով մեր անունից պիտի գնա շատ ծանր դիրքերից վարի ծանրագույն բանակցություններ։ Մենք ընտրում ենք մարդու, ով պիտի ներկայացնի մեզ բոլորիս։ Ու մենք պարզ հարց պիտի տանք, ով կարող է դա անել։ Ես ձեզ շատ խնդրում եմ, ովքեր որ ձեզ կհարցնեն ի վերջո ում ընտրել, գնանք, չգնանք, ինչու ընտրել, հարցրեք, ով եք ուզում, որ հունիսի 7-ից հետո ձեզ ներկայացնի Ալիևի առաջ, ներկայացնի Էրդողանի նույն առաջ, ներկայացնի գերտերությունների ղեկավարների առաջ, եւ ուզենալուց բացի ով կարող է դա անել։ Ով կարող է մեր անունից բանակցել նենց, որ մենք, եթե իմանանք միջազգային հանդիպում կա, չամանչենք արդեն, մենակ այդ փաստից, որ պատկերացնենք, ով մեր անունից պիտի գնա բանակցի։ Այսինքն, իսկապես տնտեսական առաջարկների մեջ կա մրցակցություն, ով լավ ենթակառուցվածքներ կսարքի, բայց կա ամենակարևոր հարցը, ով է մեր անունից դժվարագույն դիրքերում բանակցելու։ Ու մեր թիմի առանձնահատկությունը այն է, որ մենք ասում ենք, մենք կարող ենք դա անել, ու այն թեկնածուն, որին մենք առաջադրել ենք որպես վարչապետի թեկնածու, արել է դա մի անգամ, նենց որ մենք չամանչենք մեզ ներկայացնողի համար։ Այս է մեր գլխավոր նաև այլընտրանքային առաջարկը։